Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր մեր հերթական ոդկասթի օրն է, Արևորդի Վարդանովներ, ու այսօր խոսալու ենք էլի նույն թեմայով Դավիթ եւ Գոլիաթ, բայց Դավթի դերում լինելու են մենք Արցախի Հանրապետությունով 90-ական թվականներ։ Ոչ թե մենք Արցախի Հանրապետությունով, այլ Արցախի Հանրապետությունն է լինելու։ Ես մենք ասելով հայրիսի ընդհանուր հայերով, մենք հայրիսի նկատի ունենք Արցախի Հանրապետությունով, ոչ թե Հայաստանի Հանրապետությունով։ Ընդդեմ Ադրբեջանի եւ ոչ միայն խորհրդային, իսկ հետագայում Բաքվի Հանրապետության, ասենք, ու իր ընկերների։ Դստեղից էլ ընկեր կար Հայաստանի Հանրապետությունը։ Հա, բայց դե իր ընկերները մի քիչ ավելի թափով տղեկ էին։ Առաջերտին սովետական ժամանակաշրջանից կարճ սպրավկա տա։ Ուրեմն 88 թվին Սումգայիթի դեպքերից հետո Բաքվի ղեկավարությունը գնացին ասին թագավոր ապրած կենա Կրեմլին։ Այս անշնորհքությունները, այս մարդասպանությունները բանը որ եղավ, մենք այնքան էլ մեղավոր չենք։ Մենք բավարար միլիցիա չունենք, ոստիկանություն։ Եվ ստեղծվեց 10,000-անոց 10,000-անոց, այո, շատ ճիշտ թիվ ես հիշում, 10,000-անոց Օմոնա 88 թվականի, ինչքան հիշում եմ, ամռան կեսերն այդտենց։ Նմանատիպ զինված ուժեր ոստիկանության հատուկ ստորաբաժանում կից MVD-ին, ներքին գործերի նախարարությունը Հայաստանն էլ ունեցավ։ Ընդամենը 2 տարի հետո ու էլի ամռանը դա կոչվում էր ներքին գործերի նախարարության առընթեր առանձին գունդ։ Թիվը 1980, ինչքան հիշում եմ, կամ 1920։ 2000-ից մի քիչ 5 անգամ քիչ։ Դա հիշեք։ Պլյուս Արցախում հատուկ կարգավիճակ սովետը երբ որ մցրեց, հատուկ քննչական խմբեր, բան ու իրական կամ կեղծ ասենք հայերի կողմնակիցը Կրիվապուսկովը քննչական խմբի ղեկավար ա եղել, դատախազության քննչական խմբի ղեկավար ա եղել ու հենց իր գրքի մեջ նշվում է, որ միշտ բանը բերման էին ենթարկվում հայերը, զինաթափվում էին միայն, ասենք, հայերը։ Թուրքերից անօրինական զենք չէին ձեռնարկել, հայերից ոչ միայն անօրինական, այլ նաև որսորդական օրինական զենքերն էին վերցրել։ Այսինքն ասել էին երևի 10 համարյա բան չես ասում, վաղ։ Մի 80 տարի որ հետեթենք, նույն ձև Օսմանյան Թուրքիան դանակ մկրատից բացի ամեն ինչ ոնց որ հավաքում է։ Դու այդի ասելով թվում է թե ծանրացրիր մեր վիճակ, չէ, դա ավելի դա կեսն է այդ իրականության։ Ուրեմն այնտեղ անօրինական զենքերը չէին էլ որոնում, թե չհակառակ դեպքում դեռ սովետի ժամանակվանից Աղդամը հայտնի էր որպես անօրինական շրջանառության քաղաք, այնտեղ շուկայում բաց, նու սենց դախլի վրա դրած չէ, բայց կարա իր այդ զենքարներ, անօրինական բնականա։ Աղդամի շուկայում այդ լեգենդները ֆառում են, կարակ ձեր մեծերին հարցնեք, տարիքով մեծերին։ Հա, ուրեմն բացի դրանից Արցախում անընդհատ որոնում էին անօրինական զենք եւ անօրինական տեղում գտնվող չբնակիչներ, բնականա երիտասարդների մեջ էին որոնում, համ մարդկային կորուստներ էին ունենում, ու ոչ չէին սպանվում, մի մասը արտաքսվում էր, մի մասը ձերբակալվում էր եւ ուղարկվում էր Բաքու, համ զենքն էին հավաքում, ճիշտ ես ասում, որսորդականը, սպորտայինը եւ ամենակայֆային ռուսերեն շատ եմ սիրում այդ բանը վիշինկը նա տորց էլի ոնց որ մի հատ Զվերատոպիա մուլտիկ կա այն փիղը sense մի հատ մարոժնի հավաքում վերևից մի հատ փոքրիկ բալա դնում ոստիկանությունը միլիցիան Ստեփանակերտից զինաթափվեց այսինքն մեջները մեծ մասը երևի հայեր են այդ միլիցիայի չէ մենակ հայերին զինաթափին բնական անդեղի թուրքերին չէ զինաթափին իրանց տեղափոխեցին Շուշիի եւ Խոջալուի միլիցիայի կազմի մեջ ժամանակավոր կամած։ Իսկ նման է էլի իրականում մեր ժամանակներին։ Իրանք մտել են, չէ, ուրիշ բանով է նման։ Իրանք մտել են մեր հողերը փաստացի հենց հիմա Ջերմուկում, Վարդենիսի կողմերը, Գորիսի կողմերը կանգնած են մեր հողերում, բայց մեզ ասում են մենք իրանց հողերը մեր տակ ենք պահում, ապօրինի։ Ու սահմանազատում արվում է այն կողմերը, որտեղ ինչ։ Որտեղ իրանք առաջ չեն եկել։ Չէ, այնքան էլ այդպես չի։ Այնտեղ որտեղ ասենք մենք զիջեցինք մի հատ ազատագրված տարածք,
նկատի ունեմ Խերմլու գյուղի տարածքը, մնացած տարածքները նեյտրալ կա էր, մենք էդի չենք զիջել, ուղղակի թույլ ենք տվել, որ իրանք նեյտրալ տարածքում գան դիրքեր դնեն ու դու ստիպված մի քիչ նաև հետ ես քաշվել, որ դիրքերի մեջ ինչ-որ դիստանցիաներ լինեն, բայց այդ հենց նույնը տեղ, ուրեմն Խերմլուի տարածքը, Բաղանիս այրումի տարածքը, ներքին պատմական ոսկեպարի տարածքը, նույնիսկ այդ որ մենք թույլ ենք տվել նեյտրալքում, որ իրանք գան, ոչ թե մեր ձեռի տակ էր, այլ ուղղակի չենք խոչընդոտել իրանց առաջխաղացումը, ինքը ավելի քիչ տարածքներ էին, քան Բերքաբերի, ուրեմն հողամասի, որը որ սենց երանգյունիով բարձրանում է դեպի Փայտասար, իսկ քարտեզների վրա գրած է թուրքական անունը Օդունդախ, այնտեղ 700 հեկտար մենակ վարելահող կա, ճանապարհներով, բաներով կարող է մինչև 900 կամ 1000 հեկտար տարածություն լինի, դա թուրքերի ձեռներ, դեռևս այն ժամանակվանից, մենք փորձել ենք 92 թվականի հունիսի 8-ին այդ տարածքները հետ վերցնենք, ես այդ process-ի մասնակից եմ եղել, մենք ուրեմն զոհ տալով բան ենք արել, հետ ենք քաշվել։ Հիմա եթե վեկալենք համեմատականները շարունակենք, ուրեմն նայեք, 10,000-անոց օմոն, 2 տարի հետո 2,000-անոց օմոն։ Այնտեղ ոչ մի ձերբակալություններ երիտասարդների չկա, մեր մոտ երիտասարդների թիվը դե մենք երևի թվով շատ էինք, ասենց բալանս էր ուզում սովետական միությունը մտներ, մենք շատ էինք, էլի, որտեղ մենք քիչ են, բայց մենք մեզ հայ են ասում եւ այլն, Արցախում այդ վաղ 150,000 մարդ էր բնակվում։ Բաքվի խանությունը չէ, դեռ սովետական միության կազմում 5 միլիոն մարդ։ 5.5 միլիոն։ То есть բալանսավորում էին, էլի, մի քիչ ավելի էին պակասացնում հայերին։ Բանա ուրեմն դատարկում էին, հայաթափում էին, ուրեմն Խանլարի շրջանը, Էդ ելը մինչև Գետաշեն, այնտեղ էլի հայկական գյուղեր կար, Դաշկեսանի շրջաններ, բանա հայաթափվում էր Կիրովաբադի շրջանը, փաստորեն, սենց անընդհատ մեր թիվը մարդկանց պակասացվում էր, մեր զենքերը պակասում էր, ձեռք եղած, այդ էր պատճառներից մեկը, որ 90 թվականի հունվարին, երբ որ ֆիդայական ջոկատների եւ անհատների փոխարինող ոնց որ ասած սկսեց ձևավորվել կամավորական ջոկատները, հսկայական քանակ ինքնաշեն զենքերի, ասենք, ատրճանակներ, հրացաններ, ինքնաշեն, նռնականետեր, խոշոր տրամաչափի, ասենք, բանը, գրանտամյոտը շանթ էր կոչվում, պիստոլետ պուլեմյոտը Մակարով կրակող Փրկիչ Հայաստան վրան արծիվեր նկարը, ու սենց բազմաթիվ, ասենք, բաներ ա եղել, դա փորձել ենք բան անենք, կոմպենսացնենք, իսկ 92 թվականի բանը երբ որ եղավ, դիսբալանսը մի քիչ շատացավ, զենքի ժառանգությունը սովետական միության, ուրեմն ես լսել եմ 500 վագոն կամ 400 վագոն մնացել է Հայաստանի տարածքում եղել է ընդհանուր 500 վագոն։ Հա, որից մի մասը մնաց ռուսական 102-րդ բազային։ Հələ արի մի քիչ Դավիթից խոսանք, հետո Դավիթի ցեղից կխոսանք։ Արցախում մի հատ պոլկ կար։ 366-րդ գունդը։ Թուրքերի տարածքում Բաքվի հանրապետությունը ձևավորվելուց 4-րդ բանակն էր։ Ուրեմն ամեն բանակի մեջ մի քանի հատ դիվիզիա է մտնում։ Հայկական Հայաստանի տարածքում տեղակայված 7-րդ դիվիզիա բանակ 7-րդ բանակի կազմում 3 դիվիզիա էր։ Ուրեմն Նախիջևանի դիվիզիան, որ պիտի որ ենթարկվեր թվում է թե 7-րդ բանակին, ինքը այսպես 7-րդ բանակի վրա ցածկելով ենթարկվում էր 4-րդ բանակին։ 4-րդ բանակը թուրքերի տարածքում էր գտնվում եւ 4-րդ բանակում ուրեմն 9 դիվիզիա էր։ Նիպոլնի սաստավ, որից 2-ը, փաստորեն 7 դիվիզիա ու 2 Նիպոլնի սաստավ, բացի դրանից կար 19-րդ օդային բանակը, եւս մի բանակ, դա նշանակում է 100-ից 150 ինքնատիր։ Դա հակաօդային ուժերի կործանիչների 19-րդ բանակն էր։ Էդ էլ էր իրանց տարածքում ու բոլոր ինքնաթիռները մնաց թուրքերին։ Չէ, կներեք, խելքը գլխին օպերացիա կազմակերպեց հայկական հետախուզությունը եւ մի հատ կարացանք գողանանք բերենք Հայաստան իջացնենք 22 բանա մի 29 PPD
մագնիշի ինքնաթիռը։ Բացի դրանից, հələ նայեք, մի պոլկ Ստեփանակերտում հայերի ոնց որ ասած massամբ կողմնակիցներ եւ այնտեղ ամեն դիվիզիան, եթե 3 պոլկով հաշվենք, 21 ավիաբանակարի չհաշվենք, դեսանտային դիվիզիան չհաշվենք, 21 մոտոհրաձգային գունդ մի գնդի դիմաց, որտեղ ինչ զոր կանգնած էր, ըտեղել այդ զենքը թողում էր սովետական միությունը, պայեսները տե թողում հեռանում էր։ Եթե ռուսական բազա չէր մնում։ Եթե չէր մնում ռուսական բազա։ Հիմա այս Դավիթի կողքը կար իր կողմնակիցները, իր աղբերները, Հայաստանի Հանրապետությունը, որի տարածքում ուրեմն 3 դիվիզիա կար, որից երկուսը ձևավորեցին 102-րդ բազան։ Մի դիվիզիա եւ 2 առանձին գոնդեր հայկական ուժերին տարածքները տրամադրվեցին, զենք զինամթերք եւ այլն։ Էտել, ուրեմն շատ հետաքրքիր բան է, ուրեմն հայկական ուժերին Հայաստանի Հանրապետությանը, Դավիթին օժանդակող Հայաստանի Հանրապետությանը, Արցախին օժանդակող զենքը սկսեցին տրամադրել օգոստոսից սկսած եւ այդ process-ը տևեց մոտավորապես կես տարի։ 92 թվականի օգոստոսից Արցվաշենի դեպքերի հետ մոտավորապես զուգահեռ կամ անմիջապես դրանից հետո։ Իսկ բանը թուրքերին զենքը սկսեցին տալ 92 թվականի ապրիլին եւ զենքի պերեդաչայի process-ը ավարտվեց օգոստոսի սկզբին։ Դե իրանք երևի ավելի կազմակերպված։ Իրանք մի քիչ մեզանից ավելի միշտ խելք են ունեցել, հիմա էտի ավելի լավ է երևում։ Խելացիության խնդիր է։ Պետք եղած այն կամակը, որ կարաս ասենք 2 անգամ պաչիկ անես ու ընդեղից բարիկներ, ասենք ոչ թե կամակից, այլ տիրոջից բարիկներ ստանաս, մենք սիրում ենք այդ կամակին կացով խփել։ Ոնց որ հիմա։ Դա բնական է, կովը ոնց է կամ ձին, կամակին խփում ես, ինքը ընդեղից քացի է անում, էլի ասենք։ Մենք բաշարեցինք հապկին ենք ապավինում մոռանալով հապկը իր գործը չարեց բանը, բայց դրանից մի քանի տարի առաջ հապկի գլխավոր քարտուղարին ձերբակալեցինք։ Ոնց որ ՆԱՏՕ-ի քարտուղարին ձերբակալես ու հետո ասես բա ՆԱՏՕ-ն խի չի օգնում մեզ։ Շատ հետաքրքիր է։ Լավ, էտի միան էտի բանա անցած բաներա, պատմություններա, բայց այս մի բանը, որ մենք պատմում ենք հիմա, էս էլ ասենք վերջը, չի։ Հիմա նայենք, թե լավ զենքերից բալանսից խոսանք, թե չէ։ Չէ, իմաստ չկա զենքերի բալանսից խոսալ, արդեն իմացանք, որ եթե Արցախին Հայաստանի հետ միասին, մաքսիմում մնացել է Հայաստանի Հանրապետության հետ միասին, մաքսիմում մնացել է 500 վագոն զինամթերք, դա մաքսիմումը չհաշված որ բալահովիտի վագոն, էլի 60 տոննանոց վագոնների չհաշված որ բալահովիտի բանը, պայեստը պայթեց, չհաշված որ Հայաստանում ստեղծվեց բալահովիտներ տրակցրեցին, դա նշանակում է այդ 500-ից մի մասն պակասել է, ինչ որ քանակ կար, դրա համար ասում 500, չհաշված որ 102-րդ բազան Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց, 2 դիվիզիայի զենք ընդեղ գնաց, ռեալի մեջ մեր մոտ 300-350 վագոն ա եղել զինամթերք ու շատ եթե համեմատական կարգով նայես, ապա ասենք թե ամբողջ 500-ը ավելցուկը տրակավ 600 ասենք ավելցուկը տրակավ ինչ որ ձևով ձևավորված եւ ռուսական ռազմաբազան լրիվ ինքնաթիռներով բերեց իրանց ասենք 2 դիվիզիայի զենքերը ու 500 վագոնը 11000 վագոն Բաքվի Հանրապետության Բաքվի Հանրապետությունում 11000 զենքով ու տեխնիկայով Դա զինամթերքի մասին է 11000։ Դե զինամթերքը այն տեխնիկայինն է, հրթիռային սարքերին է, տանկերին է։ 90-ականների սկզբին, 80-ականների 88-89 ու մինչև 92 թիվ, քանի 500 հոգով եք կռվում։ Դե ես կարծում եմ 500, իսկ իմ հրամանատարը այդ ժամանակվա 89 թվականի օգոստոսից ով իմ հրամանատարն ա եղել, ինքը ասում էր դու սխալվում ես Վարդան։ Ասում էր բանա 687 687-ը Հայաստանի Հանրապետությունից գնացել էին օգնելու Արցախում մեր ոչ 687 հոգի ընդհանուր ֆիդայական շարժման մեջ մասնակիցների մասին ա խոսքը։ Այսինքն Արցախի բնակչությունը չէր մասնակցում, չէ, դա նշանակում է, որ այն ֆիդայական շարժման մի մասը իրանց գյուղից դուրս չէր գալի կամ իրանց շրջանից դուրս չէր գալի։ Հա, իրանց գործող էսի ոնց որ հենց
ոնց ասեմ, գունդ էր, որը բոլոր տեղերը կարար մասնակցեր։ Չնայած որ ընդհանուր միավորում չէ։ Իրանք բանը անհատներից էր բաղկացած ֆիդայությունը կամավոր ջոկատից են բանով տարբերվում, որ կարան խմբեր հավաքվեն 3 անգամ նույն ուղղության վրա ու միշտ անձնակազմը տարբեր լինի, որտեվ այս մի ֆիդայինը գնաց է ուրիշ տեղ, հանձնարարականով կամ ինքնուրույն մյուսը եկավ։ Իսկ բանա ջոկատները արդեն իրանք մի քիչ ավելի ռեգուլյար տպավորություն էին թողում, ռեգուլյար բանակին փորձում էին նմանվել եւ այտենց կադրերի հոսք չկար բանա այն կողմից կողմ։ Խնդիրը ուրիշ էր, այդ 687 իմ առաջի հայ հրամանատարի ասածը դե դրանից առաջ ինչքան հրամանատար եմ ունեցել հայ չեն եղել։ Ինչին էր վերաբերում, ասենք Արցախ պարբերաբար գնում էին մի քանի տասնյակ հոգի մարդ, իսկ մնացածը պաշտպանում էին Երևանի սահմանները, ասում եմ Երևանի, Հայաստանի Հանրապետության դեռ չձևավորված բանա սովետական, սոցիալիստական Հայաստանի սահմանները, որովհետև 89 թվականի օգոստոսից թուրքը արդեն հաբրգել էր, սկսել էր հարձակվել Հայաստանի սովետական, ասենք ադմինիստրատիվ սահմաններից ներս գտնված, ասենք գյուղերի վրա, անասնապահների վրա, անասուն էին գողանում եւ այլն, մինչեւ այդ նման դեպքեր համարյա չէր լինում։ Ինչ էին ասում հարձակվելուց, էլի, ինչի համար էին դա անում։ Նա ինչ կատարվեց։ Ես ինչքան գիտեմ, նա ինչ կատարվեց։ Ու ես այդ ժամանակ 94 թվականին եմ ծնվել, ինձ այնց առաջ այդ դեպքեր եղել, բայց ինչքան կարդացել եմ, ինչքան ձեզանից լսել եմ, թուրքական մեծ բնակչություն ա եղել Հայաստանի Հանրապետության տարածքում ու նույնը եղել է բանում Բաքվի Հանրապետության տարածքում մարտերը սկսել է։ Ու եթե ռուսական աղբյուրներին հավատանք 180,000 ստեղից է թուրք գնացել ու ես ինչքան գիտեմ բոլոր թուրքերին փոխհատուցվել է իրանց ունեցածը կամ պետությունը նորաստեղծ այն ով որ չի կարացել փոխանակի իսկ բանը այն ժամանակ բնակարանները վաճառք չկար սովետական բանում սաղ բնակարանները պետական էին եւ ուղակի քեզ թույլ էին տալի ժառանգաբարը տեղ բնակվեիր բայց կային թակուբիր սեփական տները կարայր վաճառել որ թուրքը չէր փոխանակել կամ սեփական տունը չէր վաճառել եւ փաստացի ինքը սեփականատեր էր հանդիսանում ցանկացած նման սեփականատիրոջ կամ բնակարան ունեցող ոչ սեփականատեր պետական բնակարան ունեցող թուրքը եթե դիմում էր պարտադիր ստանում էր փոխհատուցում այսքան կարող է դեպքեր լինեն ովքեր չեն դիմում այտենց դեպք համարյա չկա որտեվ իրանց մոտ էդի սախ կոորդինացված աշխատանք արվեց եւ իրանք փորձեցին նաեւ ֆինանսապես Հայաստանը թույլատրել մեր հայրենակիցները որ այն կողմից գալիս էին կար փախստականների կոմիտե որը նստում էր Սախարովի հրապարակի վրա մենք չկարողացանք նման պետական մոտեցումներ ձևակերպել այսինքն մերոնք փոխհատուցում չեն ստացել իրանք ստացել են բոլորը հիմա այսինքն այստեղ նաեւ ծրագիր կար որ եթե տերը թուրք էր գրանցված կամ բնակվողը թուրք էր գրանցված իրան որոնում էին բանանում ռոզիսկ էին տալիս սովետական միությունով մեկ եւ այնտեղ գտնելով առաջարկում էին կոմպենսացիա բնական է այն կոմպենսացիան վեկալում էր համապատասխան ստորագրություն անելով այսինքն հիմա որ խոսք կա մամուլում շատ է հանդիպում որ կարոտով տարված թուրքերի մասին է շատ են կա բա որտե են իրանք բնակվելու եթե իրանց տները ծախել են ցանկալի է դժողքում իրանց մեծահասակները իսկ փոքրահասակները մեղք են էլի պետք չի իրանց դժող խրգել թող էտան իրանց բարեկամների տները ապրեն օկուպացված այն հայկական հողերի վրա որ չգիտես խի մենք ճանաչել ենք իրանց տարածք Գանք մեր թեմային ապեր Արցախի հանրապետության տարածքում ինքնապաշտպանության ուժեր գրեթե չկային հələ նայ 89 թվականից կային ֆիդայական ջոկատներ ջոկատ սխալ բառա խմբեր որը ոնց որ ասի կոմպլեկտավորվում էին շատ տարբեր ձևերով ու չկար sense ջոկատ հասկացողություն ջոկատները ավելի շատ ստեղծվեցին սկսեցին ստեղծվել երասխի դեպքերից հետո 90 թվականի Արցախի հանրապետությունում ընդհանրապես դա շատ դժվար էր նույնիսկ ֆիդայական խմբեր կազմելը եւ շատ գաղտնի բանանելը շատ դժվար էր այդ նացիստների մասին ընդհատակյա ֆիլմեր որ նայես այդ բանը ընդհատակյա բաները պարտիզանների հետ կապան այդ ձևի էր այնտեղ աշխատում եւ ընդհատակյա ղեկավարությունն են եղել ասենք
ղեկավարության մի մաս են կազմել Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները, ոչ թե իրանք են մենակ ղեկավարել, այլ խոսքի մի 15 հոգուց 2-ը իրանք են եղել։ Այնտեղ այդ ջոկատներ բան միանգամից սովետական զորքեր, միանգամից բան կարելի է հիշել սովետական զորքերի, ուրեմն ներքին զորքերի, ոստիկանության բանա զորքերի պատժիչ ակցիան, բանա, որը Աստված գիտի ինչի համար էին պատժում, իրանք եկե գազանություններ էին արել բանա Բերթաձորի ենթաշրջանի տարածքում, հետո նույնս կայֆավատ անելով ժուրնալիստ կենել, ասենք, այն որ հերոսի կոչումը ստացել, աֆիցերի գիրկը նստած լկստվելով գալուց են եղել եւ իրանց պատժիչ գործողության են դուրս եկել երիտասարդները, որոնք իրար առաջի անգամ էին տեսնում, այդ համակարգողները մի քանի հոգի մարդ են կարողացել բանանեն հավաքեն ու այդ մի քանի հոգին գնդակահարել են այդ մեքենաները եւ այնտեղ մի քանի պալաշներից ռուսական սովետական ներքին զորքերի եւ այդ ժուրնալիստկան խոցվել են այդ տիպի անգբան ա եղել, ասենք, ջոկատներ հնարավոր չէր ընդանել եւ անհրաժեշտության դեպքում, ասենք, երբ որ ինչ-որ գյուղին նույն դրան ի պատասխան սկսեց ոչ թե ամպեր, այլ կացին ֆռալ Բերթաձորի վրա, ստեղից մի քանի, ասենք, արդեն ձևավորվող ջոկատներ սկսեցին գնալ, այդ թվում նաեւ, ասենք, Ռոլանդի ջոկատը, Շինգավիթի ջոկատը, Հեշեի ջոկատ էր կոչվում, Շինգավիթի Ռոլանդը հրամանատարն էր, Ռոլանդի մասին է այն երգը Ախպերս ու ես, Ռոլանդի եւ իր եղբոր Ռոմիկի, այո, Մղթարյան Ռոմիկի, որը ներկայումս թաղապետ է Մալացիայում։ Իրանց ջոկատը, մեր խումբը գնաց, այնտեղ Արմավիրից կային, կարճ ասած, այդ Բերթաձորը պաշտպանելու խնդիր կար եւ նաեւ պարլամենտի դեպուտատ գնաց Իգոր Մուրադյանը, Ժաննան, ասենք, Դաշնակ Ժաննա են ասում, ազգանունը չեմ հիշում, ինքն էլ գնացին Բերթաձորը պայելու գործում եւ հաջողվեց էդի։ Կես տարի հետաձգվեց անկումը Բերթաձորի, Բերթաձորը արդեն կալցո օպերացիայի շրջանակներում վերցրեցին։ Հիմա բանը, եթե վերցնես կալցո օպերացիան, հա կալցոն ես ինչքան գիտեմ Բերթաձորը Շուշիին մոտիկ բնակավարը Շուշիի ենթաշրջանն է։ Բայց կալցո օպերացիան ավելի շատ խոսում են Շահումյանի շրջանների մասին։ Բերթաձորի մասին չեն խոսում, որտեվ բանա կարացան թուրքերը ծածկա դմփոց անեն։ Կարացան sense կոծկեն, էլի։ Հա, բայց ես լսել եմ, որ այդ կալցո օպերացիան մեզ օգնելու համար, այսինքն տեղի բնակչությանը պաշտպանելու համար է։ Ինքը ուղղված էր, ես մեկ-մեկ ասում եմ դա, որ փաստացի ստացվում է, որ հայերին դրսից վտանգներից պաշտպանելու համար էր ուղղված, իրականում ոչ թե այդ, այլ Արցախի շուրջ գտնված բնակավայրերը, որ հարվածների տակ չընկնեն։ Արցախի շուրջ բնակավայրերը որոնք պետք է հարվածի ենթարկվեին։ Արցախի վայրի, ասենք, Դավիթների կողմից թուրքերը եւ քաղաքակիրթ թուրքերի կողմից, ասենք, խոսքի Գետաշենի շրջանը, շրջանը չէ, Շահումյանի շրջանը, հայաբնակները, էլի ասենք, ու քաղաքակիրթ թուրքերը բնական է ի պատասխան դա սարկազմա հայերի էդի ստիպված եմ ասում էլի որտեղ մեկ-մեկ իմ սարկազմները չգիտես խի չեն հասկանում որպեսզի այդ պաշտպանելու process-ը տեղի ունենա ասենք հեշտ բացի ներքին զորքերից նաև ներգրավված էր 4-րդ բանակը իսկ 4-րդ բանակը ապրելով տասնյակ տարիներով ապրելով իր հրամանատարությունով Բաքվի հանրապետության տարածքում հասկանալի է, չէ, ինչ տալ աղբեր ուներ, իրար բերնի մեջ թքել, համբուրվել, ասենք, էլի ինչ ասես անում էին իրար հետ։ Ու իրանց երևի ներգրավելն էլ մեծ դեր խաղաց, որ սենց հետևից օմոնը, հələ պատկերացրա ինչ ուժեր են, էլի կուտա։ Հա, բայց միջև դա արդեն ոնց որ օմոնին լարել էին, ինչքան գիտեմ Շահումյանի շրջանից։ Օմոնը ուրեմն Ստեփանակերտում էր նստած ընդեղից էին իրանց լարել համապատասխան ժամանակում որտեղ օմոնը կար ինքը չէր կարում իր խնդիրները լուծեր որովհետև բոլչի թուրքը իր էությամբ շատով քչին ծեծողա հələ մի հատ էլ օմոնականա ասենք խոսքի բանա ոստիկանական միլիցեյսկի
ուսադիրներով Ուդոն ջեբը պատկերացրա քանի հոգով էին հավաքվում, որ մեկին ծեծեին, էլի ասենք, փորները արդեն կախած։ Հա, իդեպ մի բան էլ ասեմ, այսի մեր դատավորներին ու քննիչներին է վերաբերվում, որ իրանք երևի թե մի քիչ ոչ թե խելք չունեն, այլ հայության մեծ պակաս ունեն իրանց մեջ։ Այսի ձեզ ի գիտություն իրավականների, ասենք, իրավական դաշտի աշխատողներ։ Ուրեմն թուրքերի բանտերից 3700 հոգի մարդ ազատվել է, այդ թվում 700-ը օմոնի մեջ ընդգրկվելով միլիցիա, ոստիկանություն են վերցրել Բերդից ազատված մարդկանց, որ ազգային իրենց շահերը պաշտպանեն։ 3700 հոգի, որից 700-ը օմոնան էր։ Բայց նույն ժամանակ ես մորական կողմից բարեկամ ունեմ, ով որ Սումգայիթի դեպքերի ժամանակ ի պաշտպանություն ոնց որ ինքնաշեն զենք էր պայթուցիկ էր սարքել, Բաքվի Բերդում նստած էր։ Իրան ձերբակալեցին, այո։ Հետո տեղափոխել էին Հայաստան ու միջև վերջ սրոկը նստավ։ Հայաստանում սա պաշտպանության համար, այո, սա սրոկը։ Այդի ձեզ ա վերաբերում։ Դուք հայ եք, թե Աստված գիտի ինչ եք, էլի ասենք։ Չէ, երևի հերթական անգամ բոլորին չի վերաբերվում, բայց չեք զգում, որ ասենք Ռամիլ Սաֆարովները այնտեղ հերոս են դառնում ու իրանք հաջողություն են ունենում։ Իսկ ինքնապաշտպանությունից դրդված մարդիկ, ասենք, քրեական հետապնդման են ենթարկվում կամ ուսումնական process-ներ անցկացնող մարդիկ են հետապնդման ենթարկվում։ Կարող է դուք հայ չեք, արա։ Գոնե ձեզ աղջիկ, ձեզանից աղջիկ չվեգալ ենք, էլի։ Դու էլ դե չես կարող եկալես ոնց որ։ Հա, բայց մոռացա երկուստը պսակված եք։ Ուրեմն 3700 հոգի Բերդերից ազատվել կալանավայրերից եւ ներգրավվել է սկզբից օմոն, հետո իրանց ազգային բանակը։ Իսկ մեր մոտ շատ հետաքրքիր է 3700, մեր մոտ 372 քրեական գործ դատարանով եւ ռեալ դատապարտյալներով անօրինական փամփուշտ կամ զենք ունենալու համար 372-ից կեսից ավելին քրեական տարեր չեն եղել են պատերազմի մասնակիցներ։ Ոնց է քո համար։ Դե դժվար։ Արա իզուր չի էլի, որ ես ասենք ձեր գոլեգան չդառա։ Իզուր չի էլի։ Եթե իհարկե ձեզ բոլորիդ չի վերաբերում, գիտեք, չէ, սովետական միության ժամանակ ասում էին չեսնի մենտ։ Չեսնի մենտը դե չեսնի մենտ, բայց նաև մուսոր էին ասում ոմանց։ Ոչ մի բան չի փոխվի։ Ձեզանից է կախված էլի, դուք հայ լինելու տեսակետից չեսնի մենտ եք, խղճով Ադեր ազգային առաջ տանելով, օրենքը պահելով, թե մուսոր եք։ Մտածեք էլի դրա վրա։ Լավ, արի վերադառնանք, այս թեմաները մի կողմ դնենք, վերադառնանք թե Գոլիաֆին ովքեր էին օգնում, ինչ օժանդակ ուժեր ուներ, որտեվ երբ որ ինտերնետում կարդում ես, թե նո ադրբեջանական մամուլում իհարկե այդքան շատ չի բան։ 20 թվականը գիտես։ 20 թվականը գիտեմ, 20 թվականին առանձին կանրադառնանք, բայց ես որ կարդացել եմ, լսել եմ Աղվանստանից մոջահեդներ են եղել, Չեչնիայից են եղել, բրատյա մուսուլմանի բան, դա Աղվանստանից են եկել, ուկրաինացիք են եղել, ոչ միայն վարձկաններ, այլ նաև կամավոր հիմունքներով ու նույնիսկ նո դա ռուսականում եմ արդեն կարդացել, չգիտեմ հավաստիությունը, գիտեմ ես քեզ դա ասել եմ վաղուց։ Հա ուզում եմ դա փոքրուց լսել ես։ Ուզում եմ դա բոլորը լսեմ, որ 14 թվականի Մայդան կազմակերպիչների մեծ մասը հենց ՕՈՒՆ-ից էին։ ՕՈՒՆ-ը դա օրգանիզացիա ուկրաինских նացիոնալիստов, ովքեր մեր դեմ կամավոր կռվում էին։ Այն որ մեր դեմ կամավոր կռվում էին։ Կամավոր, դա կարելի է նշել։ Կամավոր առանց փող, այո։ Պատկերացրեք կամավոր, եթե նայեն քրիստոնեություն, պետք է գնան քրիստոնյաների կողմից կռվեին։ Բայց դա մի հատ բայց կա։ Թույլի կողմը իրանց կարծիքով միշտ ուժերի կողմն են, հա, գալիս։ Թույլի կողմը կանելը, բանը սիրուն չի, էլի, կարողա ծեծվես։ Հա, դա հետո 90-ական։ Այն որ իրանց կազացրեց, ասենք 150,000-անոց, ասենք Արցախը, դա ոչինչ։ Դա ստացվեց։ Բայց հիմա էլ զգացել եք, չէ՞, ընդ Поздравляем наших братьев азербайджанцев с восстановлением ոնց են ասում սուվերենիտետը։ Հա, իդեպ նույնը Իրանն է ասել, Իրանի առաջնորդ Խոմեյնիին, նույնը ասել են, ասենք Լուկաշենկոն, հիշում եք մի հատ չաղ բախտավոր պապիկա, ասենք բանի Լավշինի հարազատը իրար հետ բանը լնդերով համբուրում են Լավշինի հետ։ Էս էլ է սարկազմ հայեր։
Կարճ ասած, թույլի կողքը ոչ մեկ չի ուզում կայանի։ 90 թվականներին մենք ցույց տվեցինք, որ մենք թույլ չենք։ Այդ դու ասում ես Խեկմատյարի բանա, դա Աֆղանստանի վարչապետն էր, սովետի դուրս գալուց հետո մոտ 2 տարի պայքարեց Նաջիբուլլան եւ հաղթեցին վերջը ծայրահեղական մոջահեդները եւ իրենց վարչապետը հրամանատարներից մեկն էր Խեկմատյարը։ Իրան 93 թվականին թե 92-ի վերջ են դիմել օգնիր այս արցախցի Դավիթը այս 150 հազարանոց ծիպուկ արա դրել ինձ բոլոր գիտես ինչ է տեղերից ու ինչեր անում։ Լավ, այդպես չի ասել, ամոթ էր ներկայացնել, ասում էր Հայաստանն է ինձ բանանում։ Չնայած էլի խնդալու է։ Խնդալու է, բայց Արցախի զինված ուժերը, ինքնապաշտպանության զինված ուժերը անենց լուրջ իմիջ են ունեցել, որ հենց այդ ժամանակ 93 թվականին, երբ որ Խեկմատյարի 3500-ից 3700 հոգին եկան Բաքվի Հանրապետության տարածքում Արցախի դեմ կռվեցին, իրանք ոչ միտեղ Հայաստանի սահմանների վրա, Հայաստանի Հանրապետության սահմանների վրա չեն եկել, իրանք եկել են Հայաստանի այն հատվածի դեմ են կռվել, որը կոչվել է Արցախ, Արցախի Հանրապետություն։ Հենց այդ նույն ժամանակ ինձ դիմել են, դե բնական է ես ով էի որ որոշեի զեկուցել եմ, ինձ ասեցին դրա ժամանակը չի։ Հետո կարող է իրանք շպիոնալ են։ Կարող է շպիոն են։ Ինձ դիմել էին ուրեմն որոշ երկրից, որ գան մեր մոտ պարապեն, որովհետև արդեն երևում էր, որ մենք ծեծում ենք։ Իսկ ծեծողի մոտ պարապել գալը նշանակում է հաղթանակող պրակտիկա սովորել եւ հաղթանակով ոգով վարակվել։ Եվ շատ լուրջ երկրի մասին է խոսքը, տենց 1 միլիարդից ավել բնակչություն ունեցող։ Գրամ չեմ չափազանցնում։ Այդ երկու երկիր մնացել է շատ դժվար է արդեն կողնորոշվել։ Հնդկաստանից ուզում էին գային պարապեին։ Լեռնաանտառային բանը պատերազմներ իրանց հետաքրում ու ոնց է Արցախը լեռնաանտառայինում ծեծում։ Կյանքը հետաքրիր բան է, չէ՞, հիմա ոնց որ հակառակ process-ն է։ Հիմա հակառակը Հնդկաստանի հակառակորդները, թշնամիները ոնց որ թե գալիս են Բաքվի Հանրապետության տարածքում լեռնաանտառայինը սովորեն ու հաղթական դուխով վարակվեն։ Լավ, խոսքը Պակիստանի մասին է, մարդիկ իմանան։ Պակիստան ու այն մնացած աղբամանա, որ ինքը, ասենք, մեկ-մեկ օգտագործում էր Աֆղանստանում, Հայաստանի դեմ, որովհետև ոնց որ թե մոջահեդները, որ եկել էին մեր դեմ կռվելու, որ այդ վաղ դադարել են լինել մոջահեդ, որտեղ վարձկան են դարել, իրանց թուրքներ բերում էդի Սուլթան Մուրադ կազմակերպություններ եւ Պակիստանի միջնորդությամբ բաների անտերիանը ոնց էր արա այդ Չինաստանի հյուսիս արևմուտքում գտնված ոչ մի հատ էլի փոքրամասնություն կա, փոքրամասնություն շատ փոքր էլի մի 60 միլիոն մարդ է ապրում իրանց բայևիկներին էլի վարձկան դարձնելով այնտեղ Պակիստանը մեծ դեր է խաղացել, որտեվ իրանք լավ ներկայացված էին ԻԳԻԼ-ի կազմում Աֆղանստան, որտեղ իհարկե Պակիստանի հետախուզություններ իրանց իշխում։ Կարճ ասած, մեր դեմ թե 90 թվականներին, թե հիմա, ասենց մի հատ բորենիների կույտ էր հավաքվել 90 թվականներին Արցախի հանրապետությունը Հայաստանի հանրապետության լայնածավալ աջակցությամբ եւ կամավորների միջոցով որ չի կարացել Հայաստանի հանրապետությունը աջակցի։ Օրինակ, երբ որ արդեն շրջափակման մեջ էր գտնվում, Քարվաճառը իրանցներ Բերձորի Էդի բանա դու գալիս ես Սնդրան, այն որ կարավանների մասին է քեզ պատմում, հա, ասենք Կարավաններ ա եղել, որ Բերթաձոր է դուրս եկել, Բերթաձորից, ասենք, Քարինտակով դեպի Ստեփանակերտ տարել է անհրաժեշտ իրեր եւ էդի մի քանի քարավան է անցկացվել եւ քարավան ա եղել, որը Քարվաճառով է անցել 90 թվականին 90 Քարվաճառով անցել է, Նարեշտարով, շրջանցելով այդ թուրքական հենակետը իջել է դեպի Վանք։ Այսինքն հիմա ինչ է ստացվում 3 միլիոն բնակչություն Հայաստանի Հանրապետություն պլյուս 150 հազար Արցախի Հանրապետություն, քանով պայքարում ենք 5.5 միլիոն Բաքվի Հանրապետություն։ Ես քո հետ անգամ էլ համաձայն չեմ, նայ 150 հազարանոց Արցախը 15 հազար մարտի դաշտ մարդ հանեց, դա 10%-ն է բնակչության։
Հա։ Հայաստանի Հանրապետությունը մի միլիոնանոց միտինգներ էր տեղի ունենում մի քանի անգամ։ Մինիմում կես միլիոն, եթե 2 անգամ ուրցրել ենք, էլի ասենք։ Կես միլիոնանոց միտինգից մի կերպ 500 հոգի ֆիդայության մեջ գրվեց։ Դա նշանակում է 1000-ից մեկը։ Անդե 1000-ից 100-ը իստեղ 1000-ից մեկը 100 անգամ Հայաստանի Հանրապետությունը ավելի քիչ է մասնակցել ընդհանուր հայկական գործին, քան Արցախի Հանրապետություն, որովհետև դա ընդհանուր հայկական գործ է։ Չի համար էի ուզում դա որ ասեիդ, որտեվ մեր շատ ընկերներ հիասթափվել են 20 թվականից հետո, իրենց թվում է, որ այսինքն երևի ընդհանուր process է այդում հակառակորդի կողմից ինֆորմատիվ պատերազմի տեսքով, որ դուք անհատներդ ոչ մի բան եք, այսինքն տես չի, քրիտիկական մասա կա, որը որոշում է, էլի, եղանակա փոխում, այդպես ասած։ Այո։ Մենք այս 10 տարվա ընթացքում փորձել ենք այդ քրիտիկական մասան ոնց որ աճացնենք ու արդեն մոտ 14000 հոգի մեր մոտ է մենակ պարապել չհաշված մնացած ռազմամարզականներում պարապմունքներ անցածներին։ Օշի իրար հետ մոտ 20000 հոգի էս վերջի 10 տարվա մեջ։ Քիչ-քիչ։ 20000 հոգի ճիշտ է, լավ կլներ 5 անգամ, 10 անգամ շատ լիներ։ 200,000 անցածելներ։ Հա, դա շատ լավ կլներ, բայց դե բանակի հետ է որ նայես, էլի ինչ որ թիվ դառնում է, էլի 200,000-ին կարող է մոտենանք։ Մենք ոնց որ շեղվեցինք, այնտեղ շատ հետաքրքիր է, որ 90 թվականներին Լուկաշենկոներ կային, պայմանական Լուկաշենկոներ, նաև կային, ասենք, քրիստոնյա աշխարհի ներկայացուցիչներ։ Ոնց որ ասեցի, կաթոլիկ ուկրաինացիք, ունսան, ուղափառ պրավասլավնի ուկրաինացիներ, երկուսն էլ քրիստոնյա, եկել թուրքերի կողմից էին կռվում, մեկը վարձկան, փողով, հիմնականում արձելիստներ, մի քիչ լոչիկներ, կամավոր էին գալիս, զապադենցիները ձրի։ Պրոստը տակ, այնքան որ մի քիչ պարապեն, փորձ ձեռք բերեն, մեզ սպանելով սովորեն ոնց են սովետի դեմ պայքարելու, սովետի անկախացում, ռուսական էքսպանսիայի դեմ եւ այլն։ Բայց դե կարգին մրմրցրեցինք, ստից սաղին ստորագրել տվեցինք, որ հեռանում են ստեղից 90-ական թվականներին։ Իրանց հետ միացել էին, այն որ հաճախ կիսա գրագետ հայտարարություններ ենք անում, ասում ենք մենք կովկասյան ժողովուրդներով, հայր մենք կովկասյան չենք, մենք Հայաստանի հայկական լեռնաշխարհի ժողովուրդ ենք, որը Կովկասի լեռներին գրամ քանակով ու տարածքով չի զիջում, հետն էլ անջատված է։ Հայաստանի Հանրապետության չնչին մասը, այդ թվում ասենք նաև օկուպացված Արցախը, չնչին մասը առնչվում է բանի հետ, փոքր Կովկասի լեռնաշղթայի հետ։ Մենք կովկասցիներ չենք, թեկուս էդի կովկասցիք հասկանալու պատճառով, կովկասցիք դա հասկանում էին, դրա համար Կովկասի ժողովուրդների կոնֆեդերացիան մի գումարտակ ուղարկել էր մեր դեմ կռվելու։ Մեր դեմ մի գումարտակ չեչեններն էին ուղարկել, մեր դեմ Ղազախստանից ամալ կազմակերպություններ 200 հոգի ռոտացիայով մշտապես ուղարկում կռվելու, մեր դեմ ուզբեկներն էին գալի, հետագայում այդ հայտնի տերորիստական Նամանգանի, ասենք, կուսակցությունը, Նամանգանի իրանց առաջնորդն է եւ տերորիստական խմբավորումը, կոչվում է ԻԴՈՒ, Իսլամское движение Ուզբեկիստանը։ Էդի Հայաստանից ստորագրելով հեռանալուց հետո, սեն բայց ուրիշ բան եմ ասում, էլի։ Իրենք մի 3 թե 2 տարի հետո նոր այդ կազմակերպությունը ստեղծեցին, այսպես ասած Ղարաբաղյան վետերաններով։ Ու հետո մասնակցեցին որտեղ ասես Աֆղանստան, Տաջիկստան, նաև բան, Տաջիկստանի 95-6 թվականի բանը, Ռիզվոնի հայտնի, ասենք, դաշտային հրամանատարի բանը, խմբի մեջ այդ ուզբեկները Նամանգանի մեծ դեր էին խաղում 95-6 թվերին, որոնք մեր մոտ ծեծվելով սովորեցին։ Բայց պետք է նաև նշել, որ ամենտեղ էդի ինֆորմացիան չկա, էլի որ կսիրո ուչեբնի ցենտր ունեցել, ուսումնական կենտրոն ունեցել Ադրբեջանում։ Ես ախր բանա, չեմ էլ իմացել, այդպես ես մեկ բանա, ինձ աշխարհահռչակ ամենաճանաչված հետախույզին դա հեգնանք է, ինքս ինձ հեգնում եմ, էլի, որտեվ ճանաչված հետախույզը նշանակում է վատ հետախույզ։ Հայտնի չէր իրանական գաղտնի ծառայությունների ուսումնական կենտրոնը։ Թե իրանք լավ են աշխատում, ուղղակի էլի սխալ բան, չնայած հասկանալ կարելի է։ Սիրի գեներալը հայտարարեց սրանից մի 10 տարի առաջ,
անշնորհակալ թուրքեր, մենք ձեզ 91-2 թվականներին օգնել ենք, բայց իրանց հանելը արել են էլի։ Հա, ու հետաքրքիր է, որ բանա Ամելի Խոմենեին, այդ Թավրիզի բանն է, բանա Այատոլլան, կներեք Խոմենեին չի, Այատոլլա առաջնորդ Ամելին հայտարարեց, որ այնքան ստոր եք Բաքվի թուրքեր, որ նույնիսկ ձեր եղբայրները, որ եկել ձեզ կռվել էին սովորացնում, իրանց դուք ձերբակալել եք եւ հրեա հետախույզներն էին իրենց հարցաքննում կտանքների ենթարկելով վտարելուց առաջ։ Սենց մի հատ հետաքրքիր բացահայտում 90 թվականների ես չէի իմանում կար ինչ-որ խումբ կամ օպերատիվ ուղղություն մեր պաշտպանական համակարգում, որը դրանից տեղյակ էր։ Ես ճիշտն ասած Աշոտ Մանուչարյանին այդ բանից հետո անընդհատ ուզեցել եմ այդ նորությունը իմանալուց հետո ուզեցել եմ հարցնեմ, ինքը բավականին այդ գործերից բան իմացա, ուղղակի առիթ չեմ ունեցել, հետո երկար զրուցեմ, դրա համար չեմ հարցրել ես վերջի 6 տարում եմ այդ հետ իմացել։ Հա, ինչևէ, սենց պահ կա, ուրեմն ուսումնական կենտրոն մենակ իրանք չեն ունեցել։ Հա, ամերիկացիներ կանաչ բերետներն էլ էին, արձակուրդ գալի է պարապցնում։ Հա, Յանիմ արձակուրդ էլի, Յանիմ թոշակի էին անցնում։ Հա, հետո հենց վերադառնում են պաշտոնի բարձրացումով կոչումի բարձրացում։ Թուրքերը ավելի շատ։ Թուրքերի բանը թոշակի անցած գեներալ Կյուչուկը, որը պրեզիդենտի խորհրդականն էր համարվում, փաստացի ինքն էր գլխավոր հրամանատարը, Բաքվում էր նստում եւ կառավարում էր, ասենք, զինված ուժերը, կապ չունի, որ ծեծվեց, բայց վերադարձավ Թուրքիա, վերականգնվեց անմիջապես իր բանը ծառայությունը եւ ինքը մի աստեղ բանը ավել գեներալ դառավ։ Փաստորեն նաեւ թուրքն է Օսման մեր դեմ կռվել ու ոչ միայն գործ գալ էր կամավորականներով, այլ նաեւ պետական կառույցով։ Մեր դեմ կռվել է նաեւ ուսումնական process-ով ռուսը։ Հիշենք հայտնի 104-րդ դեսանտային դիվիզիան Կիրովաբադում տեղակայվող։ Իր ուսումնական պոլիգոնը գտնվում էր Գերան սովխոզում, Գերան կայարանում։ Գերան սովխոզը Հայաստանում էր, իսկ Գերան կայարանը Բաքվի Հանրապետության տարածքում էր Կիրովաբադի մոտակայքում։ Ու ընդեղի պոլիգոնում Սուրետ Գուսեյնովը, որը երկրորդ բանակային կորպուսի հրամանատար դառավ, ցեխավիկ հարուստ տղա էր ու բավականին հայրենասեր թուրք էր, մեր դեմ կռվող։ Ինքը իր սեփական միջոցներով էր պահում բանա այդ զորքը եւ 5000 հոգի ռուսներին փողով երևի падագրև արեց, այդ 5000 հոգում պարապցնում էր դեսանտային դիվիզիան 104-րդ 5000 հոգի դեսանտային պատրաստություն կանաչ բերետների մոտ վաղուն որ ասեց ամերիկացիք երկու գումարտակ ապարապել Բանում հյուսիսում 22-րդ սպեցնազի բրիգադներ կանգնած իմ նախկին գոլեգաները եւ իրանք Բայրամովի վաշտն էին պարապացնում, որը որ լուրջ անցումներ ունի դեպի Հայաստանի Հանրապետություն, էլ չասեմ Արցախ։ Կարճ ասած, ռուսը բոլ օգնել է ուսումնական բանով։ Միջև սկսում էին, ասենք, Պարսիկին լարում էին, Պարսիկը սկսեց նեյտրալիզետ պահել, չէր կարա Հայաստանին։ Ռուսին էլ լարեցին, ինքը նեյտրալիզետ տալ խառը եկավ մեր մոտ, ասեց լավ, համաձայն եմ ռազմաբազա ստեղծեմ, համաձայն եմ, չէ, այն քացով քամակից չէր խփում թուրքերին, պրոստը ասում էր քամակիդ բան կա ու ոտով թափ էր տալի, որ այդ բանը փոշին թափվեր շլվարիցս։ Ու եկավ ստե ու մենք իրար հետ լեզու կտանք փոխադարձ ձեռնատու գործողություններ։ Հետի հասկացանք, իսկ մեր կողմից բացի հայրից, օրա մի րոպե, բա ռուսի օգնության էլի շերտ կա։ Օպերացիա Կալցոն, եթե սովետական միության զորքերն էին անցկացրել, շուռ տալով էությունը հայրին պաշտպանելու փոխարեն դարավ հայրին նեղել եւ հայաթափել որոշ շրջաններ, Հադրութ, ամբողջությամբ Շահումյան, մասամբ Մարտակերտ։ 92 թվականին ուղիղ մի ամիս 4 օր հետո Շուշին ազատագրելուց 23-րդ դաշտային դիվիզիան մի գնդով 104-րդ դեսանտային դիվիզիան մի գնդով հրամանատարը հայտնի գեներալ Շամանովը, որը դեսանտային զորքերի հրամանատար դառավ մի 10 տարի հետո, եւ 60-րդ դիվիզիան հրետանային գնդով հարձակվեցին Արցախի վրա, հարձակվեցին թուրքերի զորքերի հետ համատեղ Արցախի վրա եւ Շահումյանը այն վաղտից առեսօր
մենակ Գյուլիստանը այնց առանց հեռադիտակ հեռվում տեսնում էինք։ Այդ վիճակը պահպանվել էր մինչև 20 թվականը, դե բնական է հիմա մի քիչ ավելի հեռու ենք Շահումյանից։ Եթե ամբողջ աշխարհը չէ, աշխարհի զգալի չափով ստորները որոշել էին մեզ Գազայի բնակիչների օրը գցեին։ Մինիմում Արցախի մեր եղբայրը։ Բայց բողոքելու բան չկա, ամեն մեկը իր շահն է։ Հասկանալի է, բայց հաճախ իրանց շահը ընդհանրապես տրեյնինգներ է։ Մեր վրա պարապում էին, ասենք։ Դա էլ է հասկանալի, այն կողմը պետք է պարապեն, որտեղ զոհվելու շանսերը իրանց կարծիքով ավելի քիչ է։ Կորեան, Ռուսաստանի կողմից։ Հնարավոր է։ Դե ամենայն դեպս Պաշլյանի в одном месте։ Արի մեր սրինգը սփչենք մեզ, մեր կողմից այտենց օգնական ջոկատներ, այլազգիներ, շատ։ Թվերը կուզենա էլի ասեցիններն են եղել մոտ մի դասակ, իրականում այդ դասակի կեսն էին ասեցիններ, այն էլ եղբայրության երթում էր տվել այդ ասեցինների հրամանատարը, որը այնտեղ իր ընկերներից ջոկատ հավաքեց 10 քանի օկանոց եւ եկավ Հայաստան իր արյունով երթված եղբորը օգնելու։ Աբխազներ եղել են կա, որ եկել է մեր կողմից կռվելու ցավալիա, բայց ինքը հողարկավորված է հիմա Եռաբլուրում։ Թակ ու բիր անհատներ կային, ում մի քիչ ավելի ուղեղը ավելի հեռատես էր եւ հասկանում էին ինչի մասին է խոսքը, կամ պատմություն գիտեին եւ հասկանում էին ինչի մասին է խոսքը։ Կային Պրիդնեստրովիայից կազակական մի հատ խումբ կար, որը կարող եք հիշել Շինգավիթի հայտնի կոմիսիոն խանութի եւ մանգապարտեզի դեպքը, երբ որ ասենք այնտեղ հայրի հետ խնդիրներ էին առաջացել այդ կազակների մոտ, նորմալ կռվեցին, բայց իրանց թիվը ընդամենը 50 հոգի էր։ Ասեցինները 15, 50 հոգի կազակներ ու վերջ։ Իսկ Սփյուռքից մոտ 300 հոգի մարդ է եկել, համենայն դեպս այդ տվյալները բարձրաձայնել է 95 թվականի երկրապահի համագումարին Աստվածատուր Պետրոսյանը, Ալիկ Պետրոսյանը, որը Վազգենի օգնականն էր, իսկ պատերազմի ժամանակ, երբ որ արդեն պաշտպանության նախարարությունը սկսեց ձևավորվել, ինքը կամավորական շտաբի պետն էր։ Հիմա արդեն 2 տարի է երևի մահացել է։ 300 հոգի Սփյուռքից են եղել, փաստորեն մոտավորապես Ուզբեկստանի բանի չափ, էլի ասենք, Ուզբեկստանն էլ մի 10 միլիոն էր, 10 միլիոնից մի 300 հոգի մարդաղերգ է կռվելու, ռոտացիայով 100 հոգին ցենց փոխարինել է, ու մեր հայրենակիցներ լինելով 10 միլիոն մոտ 300 հոգի են ուղարկել, բայց այդ բոլորի մեջ կարելի է նշել Սփյուռքը, որովհետև Սփյուռքի աջակցությունը մատերիալն է, ոնց կլինի, նյութական շատ անգնահատելի էր։ Իրոք անգնահատելի էր Սփյուռքը մանավանդ բլոկադայի մեջ գտնված Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը առանց Սփյուռքի այդ օժանդակության մեծ հարց է, էլի կկարողանայինք ոտի կանգնեինք եւ կզծնեինք այդ իմ թվարկած մեր լավագույն բարեկամներին, ուկրաինացիներին, ուզբեկներին, ղազախներին, ռուսներին, աֆղանցիներին, պրիտոմ աֆղանցիները զարմանալի է, բայց թուրքալեզու դուստումի զորքը չէր, ուզբեկ գեներալի, այլ պուշտուն արիական ցեղերային ներկայացված։ Դե դա մեղադրելու բան չկա, այդտեղ հիմա։ Ես չեմ մեղադրում, ասում եմ, հələ նա ինչ կայֆ է, որ փոքրիկ Դավիթը շատ ավելի փոքրիկ, քան մեր այն մնացած սաղ թվարկած Դավիթները, կարացել է, ասենք, մարտի դաշտում ինչ անի։ Արի, հիմա մի քիչ ամփոփենք, որտեվ ոնց որ հիշողությունների գիրկն ենք ընկել, իսկ հիմա ոնց անենք, որ մեզ չստորացնեն, չոչնչացնեն։ Առաջինը արժե մանթո անել, այն որ 3-րդ մատը ցույց են տալի, այդ սաղ աշխարհին, ով որ ասենք թուրքերին դելեգատներ աղերգում, որ գան մեր դեմ կռվեն կամ աջակցեն իրան զենքով, չգիտեմ, խորհրդատուներով, զորքով, հատուկ նշանակության, սաղին 3-րդ մատ ցույց տանք, պարապելով։ Արցախի ինքնապաշտպանության ուժերը ամենակազմակերպված զինված ուժերն էին ամբողջ սովետական միության տարածքում, ամենակազմակերպված, այդքան պարապելու ժամանակ չունեին, բայց պրակտիկան մարդկային կորուստներով բերում էր ընդրան, որ իրանք
ամենապարապածն էին ստացվում եւ ամենակազմակերպվածը։ Մենք կարողացանք Թուրքին ծեծենք 92-ից 94 թվականի գարունը մինչև միայն ու միայն մի պատճառով։ Մենք 88 թվականից սովետական պրեսի տակ գտնվելով, սովետի, որը որ չէր ուզում մեզ ոչնչացնել, այլ ուզում էր հնազանդացնել, ու այդ մուկն ու կատու հետները խաղալով լավ պարապած ջոկատներ ունեինք։ Վազել գիտեին, պահկվել գիտեին, կրակել գիտեին, կրակոցից խուսափել գիտեին, հրամանատարների խոսքը գնահատում էին, հարգում, պատվում էին հրամանատարին, համապատասխան, ասենք հրամանատարը որպես ոչ թե իր զավակ, այլ իր մարմնի մի մաս էր վերաբերվում իր ջոկատի անդամներին, իր ենթակա, ասենք, եղբայրներին։ Կարճ ասած, մենք այդ սցենարը ունենք։ Մնում է այդ սցենարը լավ կարդանք եւ կարողանանք ստացվում է մենք մեր մշտական երգն ենք էլի երգում, պարապել, եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմին, չնայած դա մեր խոսքերը չի։ Չէ, եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր խաղաղության։ Հա, պատրաստ բառը կարանք հանենք։ Հա, բայց պատրաստ եղիր խաղաղությանը, էլի ոչ թե այտենց ուտուշ խմուշի մակարդակով կան մեր ախպերները իրանց հետ խմեն, ախպերները զենքով են հələ որ գալիս, էլի։ Կարճ ասած, եթե ուզում ես Bentley ունենաս կամ Rolls-Royce, ավտո քշել սովորի, ախպեր ջան, թե չէ այդ Bentley-ն 2-3 օր հետո ապայի բան կդառնա, հələ մի քիչ փող պետք է մուծես։ Կամ ուրիշն է քշել։ Հա, կամ էլ եթե այնքան հարիվ ես, որ չես կարա քո Bentley-ին կամ Rolls-ը պաշտպանես, կգաս sense մեկը sense կխփի գլխիդ կամ կհարիվցնի, կասի sir դուք ուզում եք արևմուտք կամ господин хороший, хочешь в Россию, մեքենան դու ես քշեմ, քեզ կտանեմ, անվճար սամալյոտ կա։ Չկա անվճար սամալյոտ, անվճար ընդհանրապես պանիրը Մարգարետ Թետչերին հիշեք, ասում էր թակարդումը, ու այդ կինը շատ ճիշտ էր։ Հա, այսքանով երևի վերջացնենք, էլի հորդորենք մեր դիտողներին, լսողներին, որպեսզի կիսվեն մեր հաղորդումներով, մեկնաբանություններում ակտիվ լինեն, եթե հնարավորություն ունեն, պետք է Patreon-ին միանան կամ ոմային աջակցեն, լավ կլինի գան պարապեն, եթե ժամանակ չեն ունենում իրենց երեխաներին ուղարկեն պարապելու։ Մի փոքր բանա հետեթամ էլի, ուրեմն մենք հաճախ բառեր ենք օգտագործում չհասկանալով, փառք այն մարդուն, ով վիզա դնում իր անվտանգության համար, իր ընտանիքի անվտանգության համար, իր ազգի անվտանգության համար։ Ուրիշ մարդ փառքի արժանի չի ուղակի հայկական միջավայրում, ոչ ոք։ Իսկ փառքը դա աստվածային էներգիան է։ Մենք արիական ժողովուրդ լինելով, այն պատկերներ կա, ժայռապատկերներ, այն որ սենց թևեր են, ու սենց թագավորը կամ այդ թևերի վրա է նստած կամ իր գլխավերևում է, այդ դա է փառքը, Սուրբ Հոգի, այլ Սուրբ Հոգի փառք մենակ ու մենակ այն մարդկանց, ով որ իր անձն է պաշտպանում, չի ստիպում մյուսներին շեղվեն դա իր պաշտպանեն, ով պաշտպանում է իր ընտանիքը եւ իր ազգը։ Այսքանով վերջ, ստեսություն։ Ուժեղ եղեք, հաջողություն։